պետության սերը քաղաքացու նկատմամբ եւ քաղաքացու սերը պետության նկատմամբ, իշխանության սերը ժողովրդի նկատմամբ եւ ժողովրդի սերը իշխանության նկատմամբ։ Բոլոր գյուղերում երեխեքը տասնյակներով, հարյուրներով գալիս են։ Ինչ են գալիս։ Դուք եք իրանց ասում որ կան։ Չէ, իրոք դուք եք ասում։ Դուք իրան Ինչ են գալիս, որովհետև դուք կարող ա, մեծերը կարող ա հազար ու մի պրոբլեմի, խնդրի մեջ, կենցաղի մեջ, պետության եւ կառավարության սերը չզգաք, դուք կարաք չզգաք, բայց երեխեքը զգում են, երեխեքը դրա համար են գալիս, որովհետև երեխեքը զգում են իրանց պետության սերը եւ այս տարիքից երեխեքի մեջ մենք սերմանում ենք սերը պետության նկատմամբ, իրանք ավելի ուժեղ քաղաքացի են լինելու քան դուք։ Էսա այս պահի ամենակարևոր իմաստը։ Իսկ այդ մարդիկ եկել են ասում են 300,000 ադրբեջանցի։ Իրանք թվում է թե մեզ մեղադրում են այդ թեմայով, իրանք իրականում լրտեսաբար ուզում են բացեն այդ թեման, ուզում են կոնֆլիկտի եւ արյունահեղության նոր էջ բացեն, բայց մենք իրար հետ դա թույլ պետք է չտանք, որովհետեւ պատերազմի երրագլուխ կուսակցությունը պետքա ջախջախվի այս ընտրություններում, բայց ջախջախվի ոչ թե կառավարության առաջ, այլ ժողովրդի առաջ, ձեր առաջ, որովհետեւ նրանք մեր դեմ չեն, նրանք ձեր դեմ են, որովհետեւ մենք ով ենք, մենք ձեր ծառաներն ենք, դուք երբ ուզենաք, գիտեք ես էլ է շատ կարևոր առանձնահատկություն, դուք երբ ուզենաք, ինձ կարաք փոխեք որպես վարչապետ, երբ ուզենաք, իսկ երբ որ հանկարծ դրանցից մեկը ձեզ խաբելով հայտնվեց վարչապետի պաշտոնին, մանավանդ 18 թվականի հեղափոխության դասը ունենալով, մի տոկոսի շանս ես չեն տա, մի տոկոսի շանս, եւ հետեւաբար մեզ ընտրելով դուք ձեզ եք ընտրում, որովհետեւ մենք ձեզնից մեկն ենք, Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար